Նախորդ տարիներին շատ ավելի ուրիշ զգացողությամբ էինք այցելում Եռաբլուր, այս տարին 10-րդ տարելիցն է ապրիլյան քարոզիայի, բայց Հայաստանի ներկայիս իրավիճակի այս պայմաններում լրիվ խորհուրդն այլ է։ Իրականում եւ հպարտության եւ նաեւ դավաճանվածության զգացում է, որովհետեւ այսօր կնկատեք, որ գրեթե որևէ բան պետական մակարդակով չի լինելու, բայց ապրիլյան քարոզիայի նահատակները իրենց ինքնազոհաբերությամբ եւ ընդհանրապես հայ ժողովուրդը այդ օրերին իրենց կազմակերպվածությամբ մի հերոսական էջ գրեցին եւ նաեւ կանխեցին այն լայնածավալ օկուպացիայի փորձը, որն Ադրբեջանը իրականացրեց Արցախի դեմ եւ այստեղ ամփոփված տղաների, սպաների մեջ կան մարդիկ, որոնք հետո նահատակվեցին հատուկ նշանակության ուժերի ծարմատը 44 օրյա պատերազմում։ Քիչ վերև Մկոնը, ով նահատակվեց արդեն 2023 թվականի Սյունիքում տեղի ունեցած բախման ընթացքում, որոնք իրենց անգնահատելի դերն էին ունեցել քարոզիա պատերազմում, բայց դրա մասին որևէ մեկը չգիտեր, որովհետև իրենք խորնար հերոս էին։ Կներեք ավել բան չասեմ, բայց քարոզիա պատերազմի ամենամեծ խորհուրդը այն կազմակերպվածությունն էր, որ ամբողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց։ Վերևից ներքև, ղեկավարից մինչև սովորական քաղաքացի եւ նաեւ ձեր գործընկեր լրագրողները։ Առաջին իսկ պահից բոլորը համարեցին, որ իրենց պարտքն է։ Եվ ի տարբերություն 44 օրայի որևէ մեկը կապիկությամբ չզբաղվեց։ Որևէ մեկը կապիկությամբ չզբաղվեց։ Ամեն մեկը գիտեր, որ իր գործը խրամատ է, լրագրողից սկսած մինչև զինվորական, մինչև դիվանագետ ու քաղաքական գործիչ։ Եվ դրա համար ունեցանք արդյունք։ Դրա համար թշնամին 4 օր հետո ստիպված եղավ զինադադար խնդրելու նախաձեռնությամբ հանդես գար։ Եվ այդ զուգահեռ ամենամեծ խորհուրդն է քարոզիայի եւ 44 օրյա պատերազմների միջեւ։ Առաջին օրը, առաջին ժամերին որևէ ղեկավար չէր նստում ստատուս գրում Facebook-ներով ինչ որ կամավորության կոչ անում, ամեն մեկ իր գործն էր անում։ Այդ օրին իշխանությունների մեղադրանք էին այսպես այսօրվա իշխանությունները, երբ այն ժամանակ հարցներ հանդեպի մեջ այս տեսանկյունից կապ է։ Սկզբունք չունեցող աթոռի մեռած շահամոլների այդ խմբակն է, որ այսօր մեծ մասի ծպտունը չկա, իսկ ովքեր որ կան, որ իշխանության մեջ են, ամբողջությամբ ուրացման այդ գիծը շարունակում է։ Երեկվա մոսկովյան հանդիպումը դրա վկան է։ Այդ մոսկովյան հանդիպման հետ կապված Արցախի հետ կապված, որ Նիկոլ Փաշինյանը ասացի այսքան ժամանակ կարծես թե այդ թեզն էր գնում, որ նախկիններն էին հանձնել, սակայն ասաց, որ ինքն է ճանաչել, որովհետև եւ շարունակություն։ Հա, վաղը որ Պուտին ասի Զանգեզուրը, Սյունիքը Ադրբեջանի տարածքա պետք է ճանաչի։ Ինքը իր ամպլուայի մեջ է, բոլորը մեղավոր են բացի իրենցից։ Պարոն Մանուկյան, այսօր մտահոգիչ չէ իշխանությունների լռությունը։ Ամեն օր է մտահոգիչ։ Ես անկեղծ ասում, պարբերաբար եմ ասել։ Իմ համար ամենաահավոր օրերից մեկն էր անցնող տարի սեպտեմբեր 13 22 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը մի քանի ուղղությամբ հարձակվել էր եւ օկուպացրել է Հայաստանի տարածքը 225 զինվորական հայրենիքի առաջ պարտքը կատարելով նահատակվել էր զինուս ծրագիրը ծպտուն չի անել մի բառ չի ասել ուրացողները մենակ ատեստացիայի ու պաշտոնի ու փողի մասին են մտածում մի բառ չի ասել այսօր էլ լուռ են մնալու այսօր էլ լեզուները ատամների են կողմ չեն տանելու շնորհակալ եմ